Հայոց ցեղասպանությունը ոչ ոք կասկածի տակ առնել չի կարող, դա պատմական իրողություն է։ 20-րդ դարի մեծ ոճրագործություն, որ այսօր կարծես խանգարում է հայ-թուրքական հարաբերություններին։ Արդյոք դիվանագիտական ամուր կապեր հնարավոր են պատմական ստի հիմքով, փորձագետները բացառում են։ Պատմության ողբերգական անցքերը, հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելն անշուշտ արտգործնախարարության օրակարգը չէ։ Մեր երկրի արտգործնախարարն այս ձևակերպումն արեց դեռ նախորդ տարի։ Այս նույն ընթացքում է նաև որ բարեկարգել ենք մարգարայի կամուրջը ու սպասում ենք Թուրքիայի արձագանքին այն գործարկելու համար։ Անկարայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար է պաշտոնական Երևանը, այսպես ասենք, երկրորդ պլան բերում հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, դրա դրամաբանական հետևանքներով։ Եթե անգամ այդպես է, ապա պտուղները դառն ու վտանգավոր են։ Թուրքագետը նկատում է, այսպիսով բաց ենք թողնում արդարության վերականգնման հնարավորությունը եւ ոչ միայն։ Ցեղասպանությունները ժամանակակից պատմության մեր օրերի ամենադաժան իրողություններից մեկն են եւ պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, այսինքն մի ցեղասպանություն, որը տեղի ունեցել 100 տարի առաջ, դա նշանակում է նաեւ պայքարել, որ ապագայում նման հանցագործություններ տեղի չունենան։ Հիմա, երբ Հայաստանը փորձում է աշխարհաքաղաքական նոր իրողություններ ստեղծել մեր տարածաշրջանում, խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, հայոց ցեղասպանության հարցը օրակարգում ստորադասելը թուրքական կուլիսային պահանջ կարող է լինել, որը գեներացվել է բանակցային գործընթացում։ Համենայն դեպս այս մասին հրապարակային խոսք չկա, բայց Հայաստանը շարունակաբար թույլատնում է պահանջատիրական դիրքերը։ Թուրքագետն ասում է, լավ գիտենք այս հարցում Անկարայի դիրքորոշումը, հատուցումից խուսափելու, նաև սիմվոլիկ մաքրություն ձեռք բերելու առիթը բաց թողնել չէին կարող թուրքական դիվանագիտություն։ Իհարկե Թուրքիան դա պահանջում է։ Այսպես թե այնպես մեղմ ձևով, ավելի ոչ մեղմ ձևով, բայց այդ պահանջը միշտ դնում է։ Թուրքիայի խնդիրը հետևյալն է, որ ցեղասպանությունը դառնա պատմական խնդիր միմիայն եւ դառնա այսպես վիճարկելի խնդիր։ Ժխտել են նախկինում, հետո որդեգրել կատարվածը քննարկելու քաղաքականությունը, հիմա դարձյալ ըստ թուրքագետի ժխտողական տրամադրություններ են Թուրքիայում։ Ամեն դեպքում բացված բոլոր պատուհանները Թուրքիան օգտագործել է պատմական իրադարձությունը խմբագրելու համար։ Անկախ դրանից Չիկագոյի համալսարանի պրոֆեսորն է պնդում, արձանագրումը կա պատմական փաստի, պետք է գործել։ Թուրքիայի կառավարության շատ պաշտոնյաների անհեթեթ ժխտողական դիրքորոշումները այլևս որևէ դեր չեն խաղում։ Բոլոր նրանք, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել են այդ իրադարձությունները, հասկանում են, որ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը անկասկած համապատասխանում է ցեղասպանություն սահմանմանը։ Հիմա հարցերի հարցն այն է, թե ինչպես ենք հասկանում տեղի ունեցածը եւ ինչպես կարելի է այն կանխել ապագայում։ Բայց գրավորական դիրք է վերցրել Հայաստանը, թեև պաշտոնական Երևանը անընդհատ պարզաբանում է, պատմական իրողությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, միայն թե հարցը օրակարգային չէ։ Փորձագետները պնդում են, անկախ քաղաքական դասավորություններից, դիվանագիտական կապեր հաստատելու պլաններից հայերի դեմ կատարված հանցագործությունը մոռանալ, չդատապարտել, հատուցում չպահանջել նշանակում է թույլ տալ կրկնությունը։ Դա մեր փոխարեն ոչ ոք չի անելու, եւ առհասարակ մոռանալ սեփական պատմությունը նշանակում է չհրաժարվել ոչնչացումից։ Տիգրան Կուրղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։